Տեսեք, սիրելի հայրենակիցներ, անցած կամ նախանցած տարիում ընդդիմությունը շահարկում էր Սևանի դիաերձարանը, այսօր այդ մասին չեն շահարկում, ինչի, որտեվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ հարցը լուծեց, կառուցեց, վերակառուցեց, բայց ստեղ ինչ խնդիր կա, տեսեք, խնդիրը կայանում է բժշկի, տվյալ մասնագիտության բժշկի մասով, որ այդ մասնագիտության բժիշկներ չունենք ցավոք սրտի, բայց նաև ուզում եմ մեր հայրենակիցներին հորդորել եւ կոչ անել, քանի որ կա նպատակային ուսուցում, այսինքն մարզերի ուսանողները գալիս են բժշկական համալսարանում սովորում են անվճար, պարտավորվում են հետ գնալ եւ մարզերում աշխատել, հուսով եմ նպատակային այս ծրագրով, նպատակային ուսուցման ծրագրով կունենանք նաեւ դատաբժիշկներ եւ այլն, որովհետեւ բացի Ճամբարակ Սևան, բացի Վարդենիս Մարտունի կա նաև Գավառում այդ նույն խնդիրը, որ եթե կա դատական գործ, այդ դրա մասով գնում է Մարտունի, որտեղ այնտեղ է դատական բժիշկը։ Բայց ինչ վերաբերվում է Վարդենիսի բժշկական կենտրոնին, սիրելի հայրենակիցներ, ես նախ ուրախ եմ, որ այս մասին մշտապես բարձրաձայնում է, թե ինչի էսի չեք կառուցել, էս հիվանդանոցը, էս պոլիկլինիկան, որտեղ մենք այնքան ենք կառուցելով գալիս ենք, եւ արդեն մնացել է այդ մեկը Գեղարքունիքի մարզում որպես այդպիսին մեկ բժշկական կենտրոն Վարդենիսը, որը էլի կառուցելու ենք, ինչ-որ տեխնիկական խնդիրներ, չեմ ուզում այս տիրույթ մտնել, բայց ուզում եմ ասել, որ այս մեր առաջ գնացած վիճակն է, որ արդեն ընդդիմությունը ունի մեկ խոսույթ, որովհետև անցած տարի օրինակ ասում էր Մարտունու բժշկական կենտրոնն էս խնդիրն ունի, այն խնդիրն ունի, այսօր Մարտունու բժշկական կենտրոնը ի պատիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվեց, վերազինվեց եւ դարձավ գերհզոր հիվանդանոց, գերհզոր բժշկական կենտրոն մեծ չափսերով եւ որակով տեխնիկաներով եւ որակյալ բժիշկներով, հիմա այս մասին մոռացան։ Գավառի բժշկական կենտրոնն օրինակ տարիներ շարունակ խնդիր ուներ թե ներքին հարդարման, թե բժիշկների, թե սարքավորումների, այսօր ի պատիվ օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի, երբ վարչապետը Գավառում էր, վարչապետից խնդրեն կատե համակարգ եւ վարչապետը առողջապահության նախարարի հետ միասին կատե համակարգ ուղարկեցին Գավառ, որտեղ այն ժամանակ նույն գավառցին գալիս էր Երևան, որպեսզի կատե համակարգից օգտվեր։ Վերազինվեցին հիվանդանոցները, բազմաթիվ հիվանդանոցներ Գեղարքունիքի մարզում դիալեզ ապարատներով, չգիտեմ այդ անունը ճիշտ եմ ասում թե չէ, ցիֆրավոր ռենտգեններով, այդ գունավոր ռենտգեններով, օրինակ Գավառի բժշկական կենտրոնի ռենտգեն այդ ապարատը, եթե չեմ սխալվում, մի 25 տարվա էր, վերափոխվեց եւ այդ գունավոր ռենտգենը բերեցին եւ մարդիկ դրանից գոհ են։ Ես ուզում եմ նաեւ խոսել, սիրելի հայրենակիցներ, մի փոքր էլ առողջապահության ապահովագրության մասին եւ ուզում եմ այս ֆոնի վրա մի հաշվարկ անել, որպեսզի մեր հայրենակիցներն էլ վստահ եմ ելույթս կտեսնեն եւ այն խոսույթը, որ տարածում են ժողովրդի մեջ, կհասկանան, որ կեղծ է, օրինակ լրագրողները մոտենում են ժողովրդին, ասում են ոնց եք կարծում, որ վարչապետն ասում էր այն մի քանի ժամանակ առաջ, դեռ որ թոշակները չէր բարձրացվել, ասում էին վարչապետն ասում էր տատիկ պապիկները ինչ են անելու 10,000 այնտեղ տատիկ պապիկներ չգիտեին ինչ կոնտեքստից են կտրել, ասում էին դե թող տան մենք որոշենք, բայց մի հաշվարկ եմ ուզում անել, սիրելի հայրենակիցներ, տեսեք, մենք ունեինք գումար պետական բյուջեից եւ փորձում էինք հասկանալ ինչ անել այդ գումարը, այսինքն թոշակ բարձրացնել, թե այլ ինչ անել, որպեսզի մեր հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները ավելի շատ օգտվեն եւ որոշեցինք դնել առողջապահության ապահովագրությունը, համընդհանուր ապահովագրությունը եւ այնտեղ այդ 10,000 կամ 10,400 թվերը լավ չեմ հիշում, այդ գումարի դիմաց այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր տատիկները, պապիկներն, հայրերն ու մայրերը մի քանի տասնյակ հազար դրամների դեղեր են ստանում, մի քանի 100,000 դրամանոց վիրահատություններ են անում։ Մի քանի օր առաջ Գավառի ԲԿ-ում խոսում էի, գնացել էի, ասացին, որ
ազատ սենյակ էլ չկա, այսինքն արդեն մտածում եմ որտեղ կարելի է հիվանդներին տեղավորել, որովհետև առողջապահության ապահովագրության ֆոնին մարդիկ գնում են եւ այդ բուժումներն ստանում են, բայց երբ հիմա բարձրաց ապրիլի 1-ից վարչապետն հայտարարեց, որ բարձրանալու է թոշակները, մարդիկ ասում են մի քանի ամիս հիմա հարցը փոխել են, մի քանի ամիս առաջ վարչապետին հարցնում էին, վարչապետն ասում էր, որ 10,000 դրամ ինչ է անելու թոշակառուն, այսօր ինչի է բարձրացրել։ Սիրելի հայրենակիցներ, պարզ տրամաբանությամբ, էլի պետական բյուջեն եկավ, տնտեսական աճը տեսանք բյուջեի ինչքան փող կա, էլի այդ փողը հանեցինք, որ բերենք, որ ծախսենք ձեր վրա եւ որոշեցինք ինչ անել, բարձրացնել թոշակները։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե չեմ սխալվում, Իջևանում մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացու հետ զրույցում ասեց, որ սրանից հետո այլևս ինչքան կլինի գնաճ, այնքան կլինի թոշակների բարձրացում։ Ըստ էության, եթե լավ եմ, ճիշտ եմ հասկացել, ու ես ուզում եմ նաև ասել, որ այդ ֆոնին, որ ներքին սպառման զամբյուղը, ոնց է կոչվում, լավ չեմ նշում, սպառողական զամբյուղի մասին է խոսքը, եթե սպառողական զամբյուղը ենթադրենք առաջ թոշակը սպառողական զամբյուղից քիչ էր, այսօր արդեն ապրիլի 1-ով սպառողական զամբյուղից շատ է այդ թոշակը եւ պարբերաբար շատանալու է։ Ես ուզում եմ նաև ասել, որ բացի այն, որ մեր տատիկներ, պապիկները 10,000 դրամով մինիմալ թոշակառուն 10,000 դրամով ավել է ստանում, նաև զինվորական թոշակառուները ստանում են 10,000-ից ավել, այսինքն այնպես չի, որ դա ստանդարտ է։ Եվ նաև մի պարոն Օհանյան, ես ճիշտ ասած մի երկու դիտարկում կամ հարց ոնց կգնահատեք, տեսեք, նպատակային ուսուցման շրջանակներում պետք է ակտիվորեն հանդիպում կազմակերպել մեր երիտասարդների հետ, ովքեր կցանկանան հետ գնալ եւ մարզում աշխատել, դա մի հոյակապ ծրագիր է, որ հնարավորություն է տալիս սոցիալապես նաեւ անապահով երեխային, ով վարձ վճարելու հնարավորություն չունի, բայց լավ է սովորում, գա եւ անվճար սովորի եւ հետ դառնա մարզ եւ այդ մարզում իր գործունեությունը ծավալի։ Եվ երկրորդը ուզում եմ ասել, որ պետք է բուժ աշխատողների էլի այս հարցով խոսել եմ եւ հիմա էլ եմ ասում, տեսեք, այնտեղ օրենքի բաց կա բարձր լեռնային եւ բարձր լեռնայինի մասով եւ այնտեղ կա, որ գործատուի հայեցողությամբ, եթե լավ եմ հիշում օրենքը, այս օրենքի մեջ փոփոխություն անենք, որտեվ օրինակ մարզերում բարձր լեռնային բնակավայրերում աշխատող բուժքույրերն ու բժիշկները կներեք, բայց Երևանում պայմաններից լավը չեն այնտեղ եւ Երևանում ավելի հանգիստ է սպասարկումը եւ այնտեղ կուզենամ ավելացնել, մենք նաեւ ավելացնենք իրենց բարձր լեռնային վճարը, ինչի մասին նաեւ եւ խոսել եմ եւ նաեւ բուժհաստատությունների տնօրեններին եմ հանդիպել, այնտեղ ճիշտ է այդ գումարի չափը